Ալո, բարև ձեզ։ Ալո, բարև ձեզ։ Սա ԱԱՑ-ի մամուլի կենտրոնն է։ Այո, Ձեզ հետ խոսում է Տիգրանը, զանգանում եմ ձեզ արտասահմանից մի շատ կարևոր հարցով, չգիտեմ ճիշտ տեղ եմ զանգել թե չէ, ամեն դեպքում մեզ համարը տեսա օֆիցիալ սայթում։ ահա, ասեք։ Ուրեմն տեսեք, ձեզ համար քաչ հայտնի բլոգերներ կան Ադրբեջանում, ովքեր որ զբաղված են հակահայկական հակահայաստանյան գործունեությամբ եւ երևի թե անունները չշեշտեմ, մի քանիսն են դրանք։ Ուրեմն վերջի ֆուտբոլային խաղերի ժամանակ, եթե կհիշեք, Վրաստանի հավաքականը, որ մասնակցում էր մեր դեմ Երևանում, ուրեմն ամսի 19-ին Հայաստան է գալիս թուրքական անձնագրով մի ադրբեջանցի, որը դրանից հետո անում է մի քանի տեսահոլովակներ, օրինակի համար հրապարակի կենտրոնում ադրբեջաներեն լեզվով, ասում է, որ սա պատմական ադրբեջանական հողերն է, 2 միլիոն ադրբեջանցիներ պետք է վերադառնան, մի խոսքով վռնդեն, այսինքն կոնկրետ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ վիդեո տեսանյութեր, ովքեր որ դրված է ադրբեջանական գլխավոր հիբրիդային պատերազմի կազմակերպիչների մոտ։ Անձնավորության անունը կա, անձնավորության անունը Օղուն Özdemir, որը Թուրքիայի քաղաքացի է։ Մտել է, եթե ճիշտ եմ ամեն ինչ հասկանում, ամսի 19-ին, դուրս է եկել 22-ին, 2000 թվականի օգոստոսի 21-ի ծնունդ։ Հիմա դուք որպես ԱԱՑ մամուլի կենտրոն եւ բոլորս էլ որպես Հայաստանի քաղաքացիներ ունենք մի հատ կոնկրետ հարց։ Ոնց է ստացվել, որ այս անձնավորությունը։ Ես լրիվ հասկանում եմ, որ դա կարատես բան, որտեղ արդեն սա որ երրորդ անգամն է։ Դուք երևի քաչ տեղյակ եք նախկին դեպքի մասին, ինչպես են ադրբեջանցիներ, ովքեր որ Իրանի քաղաքացիներ են, երգում այդ նույն երգերը։ Այս դեպքում արդեն կոնկրետ կոչեր արվում։ Եվ իդեպ ավելացնեմ, հարգելիս, որ իրենց հետ նույնիսկ տարել են հայկական մեր Երևանից հող են տարել ու ներկայացնում, որ արդեն առաջի ծիլը դրվել է ադրբեջանական մի խոսքով նոր զարթոնքի համար։ Դուք որպես ԱԱՑ մամուլի կենտրոն, ինչ հարցով կարող եք մեզ օգնել այս լուրջ թեմայի հետ կապված։ Հիմա դուք կոնկրետ հարցադրումը կասեք, որ ես փորձեմ հարցադրման պատասխանել։ Շատ մեծ հաճույքով։ Ուրեմն որպես այդ թվում նաև Հայաստանի քաղաքացի, ծնունդով հայաստանցի, ապրում եմ երեխա ժամանակվայից արտասահմանում, ուրեմն նաև մյուս այլ քաղաքացիություններ, ամերիկյան եւ եվրոպական երկրների։ Ես հայ եմ, առաջերտին ես հայ եմ ու ես շատ վատ կարելի ասել սիտուացիա իրավիճակ տեսա այդ վիդեոռոլիկի մեջ, երբ որ կարելի է գալ Հայաստան, կոնկրետ մայրաքաղաքը մեր Երևան ու այսպիսի կարելի ասել հիբրիդային պատերազմի գործարք անել, ասենք գործողություն անել Հայաստանում, որը որ իմ կարծիքով, եթե ես սխալ չեմ հասկանում ԱԱՑ-ի ծառայությունը, առաջերտին հենց ԱԱՑ-ի դա երևի թե հասկանալի պատճառով իրենց գործունեության մասն է։ Ունենք արդյոք մենք հնարավորություն կոնկրետ հարցին եմ գալիս անենք այնպես, որ այս անձնավորությունը կոնկրետ դառնա persona non grata Հայաստանում։ Քանի որ բոլորս էլ երևի թե համաձայն ենք, հարգելիս, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարելի կոչեր անել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ։ Ճիշտ եմ հասկանում։ Հասկացա ես ձեզ։ Հիմա մեկ ուրիշ հարց ես ձեզ տամ, հա։ Խնդրեմ։ Դուք այդ իր տվյալները որտեղից գիտեք։ Խնդրեմ, ես պատասխանեմ ձեզ։ Անուն, ազգանունները, այդ Այո։ ծննդյան թիվ, Այո, որտեղից գիտեք այդ տվյալները։ Ուրեմն ես ձեզ ասեմ, այդ վիդեոռոլիկի հետ կապած նա նույնիսկ ցույց է, դա դրվել է կամերան ռազմավար մի հատ, որ Ադրբեջանում նստած զբաղված այս գործունեությամբ, նա նույնիսկ ցույց է տվել անձնագիրը, որտեղ որ դրված է եղել հայկական եւ ադրբեջանական շտամբ։ Այդ ամեն ինչը այդտեղից է գալիս։ Մի քանի վիդեոռոլիկներ դրվել։ Այդ թվում նաեւ Արցախ բանկի դիմաց մարշրուտկայի մեջից ոնց է ինքը նկարում ամբողջ Հայաստանի տարածքը։ Այսինքն այս ամեն ինչը կոնկրետ ինչ-որ մի կայքում է տեղադրված, դա եմ ուզում հասկանալ։ Սուպեր ազ, այո, TikTok, YouTube, բոլոր այդ սայթերը, որը կապված է Telegram-ում կա։ Telegram-ում չեմ կարծում, որ նա Telegram ունի, YouTube ունի 200,000 հետևորդներով կա TikTok, մի խոսքով, մի քանի ֆորումներում է դրված, այդ Սուպեր ազ, տենց է կոչվում։ Կամերան ռազմավար իմ կարծիքով ԱԱՑ-ում իր մասին շատ լավ գիտեն, ես ուղղակի համոզված եմ դրա մասին, հասկանում եք։ Այսինքն սա այնց տեղեկատվություն է, որ իմ կարծիքով երևի թե բոլորն սրա մասին պետք է որ իմանան։ Հարգելի քաղաքացի, ես պետքա ճշտեմ կոնկրետ ձեր Խնդրեմ։ պատասխանատուն համապատասխան Այո։ վարչությունից, համապատասխան մասնագետից, որից հետո ձեր հետ կապ կհաստատեմ ու կասեմ թե Ես շատ այո, ես անպայման կվերադառնամ, եթե հնարավոր է, ես կարող եմ նույնիսկ փորձեմ, եթե դուք չգտնեք այդ կամերա ռազմավար, խնդրում եմ նայեք, այդ անձնավորության անունն է Օգուն Özdemir, դե պարզ է ասենք թուրքերեն ուրիշ ձևագրվում, մի հատ ճշտեք վիդեո տեսանյութները կա Երևանի կենտրոնից,
Երգում են նույն, հիշում եք, չէ՞, երգը որ երգում են Ղարաբաղի մասին, որ Այո, էդի նույն գիտեմ։ Ես մեկ տեսանյութ տեսել եմ, բայց այդ դա շարունակությունը սա նորն է, այն նրանք Իրանի քաղաքացիներ էին։ Սա էսի արդեն ադրբեջանցի է, Թուրքիայի քաղաքացի, հասկանում եք տարբերությունը։ Որը որ եկել է հասկանում եմ։ շտամպով, հիմա վերադարձել է հետ Բաքու, այսինքն ինչ է կատարվում։ Ես չեմ հասկանում, ժողովուրդ ջան, այս ծառայությունները սան բացի թող վիճակա կներեք էլի որ սենց եմ ասում։ Ես ուրեմն կփորձեմ ճշտել, իհարկե դուք մամուլի կենտրոն եք զանգել, որտեղ որ Այո, որովհետև ես կարծում եմ որ մամուլի հարցել է սա։ Այո։ Օրինակ ես շատ կցանկանայի, որպեսզի դուք որպես ԱԱԾ-ի մամուլի կենտրոն, որովհետև այս հարցը շատ կարևոր հարց է, ես եթե հնարավորություն կա, խնդրում եմ ինչ որ մի հատ լրատվական ձեր կապի միջոցով ներկայացրեք կոնկրետ մեզ, որպեսզի մենք հասկանանք, այս ազնվորությունը, որը որ զբաղված է հակահայկական հիբրիդային պատերազմով, մենք որպես քաղաքացիներ ելնելով Հայաստանի Հանրապետության մայր օրենքից, այսինքն մեր սահմանադրությունից հասկանալի պատճառով իրավունք ունենք այսպիսի դիվերսանտային տեղում ոչնչացնելու։ Ես ձեզ մեկ ուրիշ բան խնդրեմ, դուք կարող եք մեր մեյլին ուղարկել այդ անձնավորության այդ վիդեոների սիլկաները։ Ես անպայման կփորձեմ ուղարկել հղումները, նորից եմ ասում, խնդրում եմ դիտեք, ուրեմն YouTube-ով, եթե կա ձեր, ես համոզված եմ, որ ձեր մոտ կա, YouTube կամ TikTok հարտակով գրեք անգլերեն տառերով, Կամրան ռազմավար, կամ այս դեպքում Super As, դա TikTok-ում է։ Վերջի 3-4 վիդեոները դուք կտեսնեք ռուսերեն են խոսում։ Այդ երկերը այդ ամեն ինչ ես համոզված եմ որ ԱԱԾ-ն սրա մասին գիտի ուղղակի մեզ պետք է կոնկրետ հասկանանք եթե մենք օրինակի համար ես որպես այդ թվում Հայաստանի քաղաքացի ծնունդով հայ եթե ես կոնկրետ անեմ ինչը որ պետք է արվի ցանկացած հայ այսինքն Հայաստանի ամբողջականության դեմ դիվերսիոն գործողությունները տեղում արտափակելու ասենց ասեմ դուք որպես ԱԱԾ մեզ կարող եք օգնել այս հարցում այս հիբրիդային գոնե պատերազմում որ մենք կանանք գոնե խայտարակ չլինենք հարգելից սա խայտարակություն է որ անձնավորությունը կարա գա Հայաստան Երևանի կենտրոն թեկուզ վախ վխելով երկի հեսա դուք վիդեոները կտեսնեք ես համոզված եմ ու այս ամեն ինչը նա կարողանա գնա ու նաև վերադառնա հետ Հայաստան սա ուղղակի խայտարակություն է հայկական ԱԱԾ-ի համար ամենայն հարգանքով Հասկացա ես կփորձեմ ձեր Շնորհակալ եմ հարցել ու խնդրում եմ այդ անունը նշեք բոլորը նա նույնիսկ իր անձնագինը ցույց տվեք հասկանում եք դուք շտամպով հայկական շտամպով երբ համտե երբ դուս եկել Հայաստանից ֆուտբոլային այդ ֆուտբոլասերների հետ նայես Էջուն նայում եմ հələ որ այդ YouTube-յան ալիքը նայում եմ չեմ գտել այդ վիդեոն Իսկ TikTok ունեք դուք ձեր ծառայությունում TikTok ունեք Ես այս բանին չունեմ Խնդրեմ TikTok-ով նայեք super.az վերջի որը որ ունի մոտավորապես 200,000 հետևորդ նայեք այնտեղ ինքը sense մեծ լայներեսով մի հատ տղայա որը խոսում է եւ ռուսերեն եւ ադրբեջաներեն ու դուք միանգամից վերջի 3-4 վիդեոյի մեջ կտեսնեք հրապարակից կադրներ ոչ միայն հրապարակից այլև մյուս մասերից Երևանի հասկանում եք Հա հասկացա Խնդրում եմ զբաղվեք այս հարցով ես շատ համոզված եմ որ եթե հնարավորություն կա որպես մամուլի ծառայություն դրա համար եմ կոնկրետ ձեզ արգել հարգելիս որ դուք անպայման խնդրում եմ ձեզ ինչ որ ձեր մամուլի կենտրոնի բաժինը որ դուք ունեք տեղադրեք մի հատ նյութ որպեսզի մենք հասկանանք ինչա կատարվում Շատ լավ ես կփոխանցեմ համապատասխան Շատ շնորհակալ եմ ձեզ բարի օր հաջողություն ձեզ